Բարի երեկո, բարեկամներ, փորձելու ենք երկխոսության ֆորմատով մեր պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ քննարկել այսօրվա քաղաքական իրադարձությունները և խոսել դրանց մասին, իհարկե միանալու համար մեզ որոշակի ժամանակ է պետք, որովհետև տենց հեշտ չի, անցյալ անգամ էլ փորձեցինք, հիմա պետք է սպասեմ, որ տիկին Հակոբյանը միանա, որպեսզի երկուսով շարունակենք խոսակցությունը, ու այսօր շատ հետաքրքիր զարգացումներ են եղել, ինչպես հիշում եք, սկսած այնքան շատ են եղել, որ արդեն չեմ էլ հիշում, բայց բոլորի մասին խոսենք, հերթական բռնված ընտրակաշառք տվողներից, վերջացրած տարբեր երկրների քաղաքացիություն ունեցող թեկնածուներ, տարբեր երկրների գործակալներ, քաղաքական առաջնորդներ, բայց հիմա չեմ ուզում ամեն ինչ ասել, նաև մարզային քարոզարշավ, վարչապետի գլխավորությամբ, Լոռու մարզում ու շատ հետաքրքիր իրավիճակ էր այսօր, այդ իրավիճակը պետք է քննարկենք։ Նաև իհարկե, եթե կոմենտները հարմար լինի, ոնց որ տիկին Հակոբյանը միացավ մեզ, հիմա կմիանա, տիկին Հակոբյան, իդեպ անցյալ անգամ շատ մոտիկ նստեմ, մեր գլուխը մեծ էր ցույց տալիս, մի քիչ հեռու նստեմ։ Իրական այդքան մեծ չի մեր գլուխները, Ոնց եք տիկին Հակոբյան, ինչ կա Լոռում։ Շատ լավ, հիմա Դեբետ գյուղում ենք իդեպ, հրաշալի տեղ, այո, քարոզարշավի շրջանակում։ Այդ մասը շատ զարգացել է, բայց տինենց անեք մի քիչ կամերան մեջտեղը լինի, ձեր գլուխը այդ կադրի մեջտեղում լինի, որ երևի ինձ թվում է օքեյ արդեն։ Ես հեսա մի հատ բանով կնայեմ, իմ Ուրիշ հեռախոսով, որ լավ պատկեր ունենանք մեր հեռուստադի կամ վերջը։ Մեզ հետևողները, այո։ Մեզ հետևողները։ Մեր գլուխները, Ինձ թվում է վատ չի։ Ինչ կա տիկին Հակոբյան։ Բայց մենք շատ հագեցած լավ օր ենք ունեցել, եղել ենք Լոռու մարզի տարբեր համայնքներում եւ վաղը շարունակելու ենք այն համայնքներում, որտեղ չենք եղել եւ պլանավորում ենք լինել եւ երեկոյան նաեւ մեծ Ձայնը կորավ։ Ոնց որ ձայն չկա տիկին Հակոբյան, ձեր կապից է, թե իմ կապից։ Իմ մոտ ոնց որ թե նորմալ է։ Հələ մի վարքյան։ Դուք լսում եք իմ ձայնը։ Ես ձեր ձայնը չեմ լսում։ Կամերա, ձեր մի բանը անջատած է ցույց տալիս իմ մոտ, կարող է ինչ որ կնոպկայի եք սխմել ձախ կողմում։ Բանի, տենց միկրոֆոն է նկարած։ Ամենաներքևը պոկվեց տիկին Հակոբյանը, կապը լավ է, չէր, հեսա հետ կգա, Էլի ասում են հեռու նստեք, որ լավ երևանք։ Չգիտեմ մինչև որտեղ եք լսել, բայց պատմում էի, որ հրաշալի օր ենք ունեցել, տարբեր համայնքներում ենք եղել, այդ Տաշիրում ենք եղել եւ շատ դրական ընդունելության ենք արժանացել ու ասեմ ավելին, եթե ամեն տեղ այդպես պլանավորած սադրանքներ էր լինում, Տաշիրում անգամ շատ ավելի զուսպ էին ընդդիմադիրները եւ ուզում եմ ասել, որ ամեն ինչ շատ լավ էր, ինչը չեմ ասի ընդհանուր լրատվական դաշտի մասին, որովհետեւ այսօր
շատ հետաքրքիր բացահայտումներ եղան, որի մասին ասում այսօր մեր ամբողջ եթերը դրան կնվիրվի։ Ուզում եմ այսօր մինչև ձեր միանալը մեր հեռուստադիտողներին ասում եի, գիտեք, այսօր այնքան շատ բան ա եղել մի օրում, բայց պետքա բոլորին հերթով անդրադառնեմ, նույնիսկ Ամեն կանգ առին, պարոն Թորոսյան, մենք մի համայնքից մի համայնք գնալուց, մեկ էլ այնպեսի մի նոր իրադարձություն, մեկ հակակոռուպցիոնի ձայնագրությունը, որը խայտառակ բնույթի էր, Ղարաբաղցիներին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ եւ այլն, մեկ Սամվել Կարապետյանի հետ կապված այդ լրտես լինելու, այո, The Insider-ի բացահայտումները, մեկ արդեն Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացին, ամեն կանգ առին մի նոր այնպես սենսացիոն բացահայտումներ, որ երևի գոնե ամիսը մեկ այսպես դոզայով պետք է լիներ։ Հայտնի անեկդոտի պես են, որ ասում են լույսը անջատեք, դրանք լույսի վրա են։ Հիմա այդ բանը, բայց հետաքրքիր է, գիտեք որներ այդ զուգադիպությունը, դուք լոռիում էիք ու ոնց որ հակակոռուպցիոնը հենց տաշիրում էիք, այո, տաշիր չհասած եղավ հակակոռուպցիոնը, տաշիրից արդեն դուրս էինք գալիս, այդ ընթացքում եղավ ուրեմն Սամվել Կարապետյանի մասին այդ հայտնի։ Ես այդ հակակոռուպցիոնի մասին եմ ուզում խոսենք, նրանց հետ կանդրադառնանք, էլի։ Ես անկեղծ էլի, նույնիսկ դուք զգացիք, որ այդ խոսակցության ժամանակ մեկը մյուսին ասում է այդ զապիս մապիսը ճիշտ է, այսինքն իրենք գիտեն, որ ինչ որ բաներ տեղի ա ունեցել, ու տես միևնույնն է թքած, տենց լավ ենք անում, եթե ծախվում են, պետք է առնենք, տենց մարդկանց վերաբերվելով որպես իրի, հա, որ կարելի է առնել եւ ծախել, այդ հələ մի կողմ, բայց նաեւ որ տենց ինչ որ զարմանում եմ, այդ հանցավոր ինքնավստահությունը որտեղից, որ տենց Պարոն Թորոսյան, չեք հիշում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որ առաջ օրը մտավ աշխատասենյակ, ասես տղաներին բարև, ստեղ մեզ հետևում են, բայց այդ նույն աշխատասենյակում փաստորեն նա կաշառք էր վերցրել եւ ենթադրյալ եկեք ասենք, այսինքն ենթադրյալ լավ էլ վերցրել էր, մենք դատավոր չենք, կարանք մեզ թույլ տանք։ Դե գոնե օրինական կարգով արված ձայնագրությունների հողում անելով կարող ենք այդպես ենթադրել։ Այո, ուզում եմ ասել, որ դա նոր չէ, դա կարծում եմ այդ տեսակը նաև արյան մեջ ոնց որ լինի, էլի, այսինքն տենց շատ բան է, էլի, այդ մարդկանց համար շատ սեփական է, դա ձեռքբերովի բան չէ, էլի, դա նրանց մեջ նստած է, այդպես դաստիարակվել են, այդպես մեծացել են։ Համ ծախվել են, համ առնել է, էլի, իրենք ծախվել են։ 58 անգամ ասում եմ ծայրաստիճան զգույշ եղեք ու 58 անգամ բռնվում են այդ նույն բանի վրա։ Այլ կերպ որովհետև չի լինի, պարոն Թորոսյան, պետք է ռիսկի դիմեն իրենք, որովհետև այլ կերպ իրենք չեն կարող որևէ ձայն հավաքել, կարծում եմ։ Դե այս կերպ չեն կարող, որովհետև հավաքողները բոլորը հիմա բանտերում են, վստահ եմ դատարանների վերջնական վճիռներով էլ կլինեն ու այս վերաբերմունքի պահն է, էլի, նաև շատ էական, պարզա լավ իրանք հանցագործներ են, բայց փաստացի նման հանցագործներն են աջակցում թույլիկների կուսակցությանը, որոնք ամեն օր հորջորջում են, որ Ղարաբաղցիների համար ինչ որ բաներ են արել, Կարապետյանը ինչ որ բնակեցրել է 1000 Ղարաբաղից տեղահանվածի հիվանդանոց է սարքել, հա։ Հիվանդանոցի մի հատ մասնաշենք է սարքել, ընդհանրապես մի մասնաշենք, որը օքեյ, հա, էլի սարքել է, չենք ասում, որ չի սարքել, բայց վերաբերմունքը այդ սարքելն էլ է երևի սենց եղեսս մոտավորապես այս չեք վերցրեք, էլի, հա, ոնց որ հիմա է։ Գիտեք, պարոն Թորոսյան, եթե ինչ-որ մի բան անում ես ու ամեն րոպե երեսով ես տալիս, իսկ ես նրա ակտիվ քաղաքական գործունեության ամեն օրվա ընթացքում լսել եմ, որ Սամվել Կարապետյանը հիվանդանոց է սարքել, Սամվել Կարապետյանը այսքան փող ա տվել, ինքը ամենահարուստն է, ինքը ինչ-որ ֆինանսական այդ, չգիտեմ, պայուսակներ ա բաժանել։ Մի կողմ եմ դնում, որ դա հավելագրումների, այդ թվում մանկապարտեզների, համայնքապետարների վերադարձա, էլի։ Հորամասի վրա հավելագրումների հոսանքի հաշվի։ Տիկին Հակոբյան, այդ էլ Սամվել Կարապետյանի քեշբեքն է, էլի, այն որ մեզ դից գողացել մի մասը հետա տվել։ Այո, որպեսզի հետո մտնի քաղաքականություն փաստորեն եւ սկսի մարդկանց երեսով տալ, որ այն մի բանն էլ, այն Գագիկ Ծառուկյանն էլ, չէ, ասում է, ես վիրահատության փող եմ տվել, այսինքն դու քո բանին այդ բացմանը, այդ ծրագրի, չէ, հրապարակմանը, ցուցակի հրապարակման օրը համագումարին ինքը իր խոսքում ասում է, որ ինքը շատ ծերերի համար վիրահատության գումար է տվել։ Ու հասկանում եք, այս առողջության համընդհանուր ապահովագրությունը պետության կողմից ներդրված, սա
եւս մի առիթ է ժողովրդին ազատագրելու համար նման ճակերտավոր բարեգործներից, ովքեր կարող են մարդու աչքը վիրահատել, հետո աչքը մտցնել այդ իրենց արած վիրահատությունը։ Ոնց հերթեր էին կանգնում մարդիկ իրանց այդ բարեգործական հիմնադրամներում, որ կարողանան իրանց մի հարցը լուծեն։ Հիմա մենք փաստացի իրանց համ քաղաքական իմաստով ենք, մարդկանց համ քաղաքական իմաստով ենք ազատագրել, որ էլ իրանց ոչ մեկ չի կարող առնվազն ստիպի եւ փորձերն էլ իրանց գնելու օրենքի ուժով կասեցվել են, բայց նաեւ տնտեսապես ենք ազատագրում մարդկանց։ Եվ կենսաթոշակները բարձրացնելով եւ հատկապես ապահովագրությամբ մեր ավակ սերնդի ներկայացնի ոչ միայն, նաեւ աշխատող քաղաքացի 200,000-ից բարձր ստացող քաղաքացիներին իրաց չեն կարող թույլ տալ 1-2 միլիոն դրամանոց վիրահատություններ, որ ստիպված չլինեն ուրիշների բանին նայել, էլի, այտենց ձերքին, որը հետո կասի դե հեսա վերցրա, բայց ընտրություններին չմոռանաս, որ բան ինձ էս քվեարկելու։ Միանշանակ ազատագրել ենք եւ ազատագրելու ենք ու վերջնական ազատագրումն էլ իրականում կրթությամբ է լինելու, երբ որ հիմա այս ընտրակաշառատուները ում են փաստորեն կարողանում կաշառեն այն մարդկանց, որոնք չեն հասկանում, որ ծախում են իրանց եւ իրանց երեխաների ապագան դրանով, որը կրթության բացից է հիմնականում։ Կրթությունն է այդ ամեն ինչի հիմքը։ Ու փաստացի ազատագրելով գնալու ենք առաջ։ Նույն Ղարաբաղից տեղահանվածների մասն էլ պարոն Թորոսյան, որ վերադառնանք այդ խոսակցությանը, դուք ավելի լավ կարաք ասեք, թե ինչ կարգի ա եղել այն աջակցությունը, որը տրամադրվել է բռնի տեղահանվածներին, դա կլինի միանվագ ուղղակի ձեռքի ծախս, թե ամսական վճարներ, թե վարձավճարի փոխհատուցում, թե տան սերտիֆիկատ, թե ուրեմն աշխատանքի հետ կապված աջակցություն, մասնագիտության ստացման տարբեր այս տարիների ընթացքում եղել ու էլի պետությունը ճիշտ է երբեք ոնց որ շատ չի լինում աջակցությունը մարդը միշտ էլ ավելի կարիքն ունի բայց այն գոնե մինիմալ ամեն ինչը եղել է աջակցություն պետության կողմից ու էլի նման Սամվել Կարապետյանների երեսով տալուց պետությունը ազատել է այդ մարդկանց այլ բան որ մարդկանց ավելին է պետք քան տրամադրվումը մի կողմից էլ պարոն Թորոսյան օրինակ ես չգիտեմ ձեզ շատ դիմել են թե չէ քաղաքացիները բայց շատ են հայաստանցի մեր քաղաքացիներն ասում, որ դուք ամբողջ աջակցությունը ուղղել եք Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, բա մենք Օրինակ ինձ շատ են ասում, բա մենք որ դոմիկում ենք ապրում, մենք որ տուն չունենք, մենք որ այսինքն շատ-շատերն են կարիքի մեջ մեր հանրապետությունում, բայց մենք այդ առավելությունը տվել ենք դժվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ու էլի ազատել ենք նրանց այդ բեռից, որ մենք քո համար այս աջակցությունն ենք արել, ուրեմն դու պետք է գաս եւ մեզ ընտրես։ Տիկին Հակոբյան, դուք համարյա ամեն ինչ նշեցիք այդ բոլոր աջակցությունների տեսակները եւ ես կարող եմ նախ թիվ ասել, դա մոտ 120 միլիարդ դրամ է այս պայդրությամբ էլի աջակցությունը ընդհանուր տեղահանման պայից։ Դրա մեջ պարոն Թորոսյան մտնում է այն համաներումը վարկերի փակումը նաև թե դրա մեջ չի մտնում։ Դե պլյուս դա հսկայական նաև բան է, բեռ է։ Դա շատ ավելի շատ է, դա շատ ավելի շատ է։ Այս մտնում է ուղիղ վճարված գումարները եւ նաև տան սերտիֆիկատների վճարումները եւ ընդհանրապես այդ բնակապահովման ծրագրի արժեքը ընդհանուր 800 միլիարդ դրամ է, որ պատկերացնեք 800 միլիարդ դրամ դա երբևէ չեղած մասշտաբի բնակապահովման ծրագիր է եւ մինչեւ հիմա շարունակվում են ամսական 30,000-ները երեխաներին, մեծերին, հաշմանդամներին 40 պլյուս 10,000-ները, որոնք տրվում են բնակվարձի փոխհատուցում քիչ եկամուտ ունեցող քաղաքացիներին շուտով սկսելու են երկարատև վարձակալության ծրագիրը հուլիսի 1-ից արդեն 6,000-ից ավել տված սերտիֆիկատ կա ընտանիքներին մոտ 3,000 իրացված սերտիֆիկատ, այսինքն ինքնազբաղվածության ծրագրեր կան, ինքնազբաղվածության ծրագիր կա հիմա սկսված եւ գիտեք նախ ոչ մի բարերար, որը ով ուզում է լինի, չի կարող նույնիսկ այսքան մի տոկոսի չափով ոտ մեկնել այդ ամբողջ ծրագրերի հետ, որը հայ ժողովուրդն է ըստեյության անում, հայաստանյան քաղաքացիները իրենց վճարած հարկերով։ Եվ երկրորդը, գիտեք, էլի կան մարդիկ, որոնք ես հիմա չունեմ այդ թույլտվությունը, բայց տասնյակներին գիտեմ, որ նույն ձևով արել են եւ աջակցել են այդ կարիքի մեջ եղած մարդկանց այդ ճգնաժամի պայմաններում եւ չեն ասում, գիտեք, սենց, տեսեք, բան եւ այլն։ Միջև հիմա պարոն Թորոսյան, միջև հիմա մարդիկ կան իրենց տունն են տրամադրել եւ միջև հիմա մարդիկ ապրում են։ Կազմակերպություններ, բիզնեսներ, շատ
Եվ այդ ձեր ասած մյուս հարցն էլ հնչում է, ամեն օր հնչում է մեզ, բայց մենք մեր քաղաքացիներին բացատրում ենք, որ սիրելիներս իրանք էլ մեր քույրեր եւ եղբայրներ են եւ պետքա մենք իրանց աջակցենք, իհարկե նաեւ պիտի աջակցենք նաեւ մեր քաղաքացիներին, որոնց համար էլ կան տարբեր ծրագրեր եւ բնակապահովման ծրագրեր, օրինակ նույն 16 միլիոնների, որը էլի 2400 տուն է մինչ օրս կառուցվում եւ կառուցվում, ուրիշ, որը շարունակվում է եւս 3000 տնով սոցիալական բնակարանաշինություն, մյուս զբաղվածության ծրագրեր, այսինքն մենք անում ենք նաեւ մեր քաղաքացիներ, բայց ուրիշ տեսակի, հա։ Այս չենք համեմատի այն աջակցության հետ, որը հատկապես բռնի տեղանումից հետո տրամադրվել է Ղարաբաղցի որևէ կերպ համեմատելի չի, բայց միևնույնն է պետք է արվի, մենք ոչ մի տարբերություն չունենք։ Այսօր իդեպ էլի հանդիպեցի նոր քիչ օր զանգվածում տեղահանված հայրենակիցների մի մոլորություն էլ կա, որ հարցրեցի ասի ինչ եք մտածում ամսի 7-ի համար, դե ասին մենք չենք կարողանում ընտրենք, ասում եմ ինչի, դե ասում եմ քաղաքացիություն չունենք, ասում եմ դե հա պետք է արագ ստանալ ու նորից երկրորդ անգամ արդեն մի անգամ էլ 3-4 օրներ բաբանը դե դուք հրահանգել եք որ մեզ չտան մի բան էլի ստոր սուտ որը տարածում է ես արդեն Իդեպ սկզբից պարոն Թորոսյան հիշում եք ապատեղեկատվություն էին տարածում որ իրենց սեփականության Ղարաբաղում սեփականության հանդեպ իրավունքը կկորցնեն եթե ստանան քաղաքացիություն Հայաստանում այդ սկզբից տենց դեզինֆորմացիա գնաց շրջանակներում Ղարաբաղից բռնի տեղահանված այդ իրանց չաթերում խմբերում որոնք ունեն հենց այդտեղի մեր հայրենակիցները եւ դա նրա համար էր որ մարդիկ չվերցնեն քաղաքացիությունը եւ չինտեգրվեն Իհարկե դա էլ է բան, որ ասենք ակնհայտ է, որ նույնիսկ եթե չեն կորցնում, այտենց հավանականությունը, որ ինչ որ բան երբևէ կարան ստանան, շատ փոքր է, բայց այնուամենայնիվ մեր բնակարաշինական ծրագրերից եւ նաեւ զբաղվածության ինքնազբաղվածության ծրագրից վաղը երկարատև վարձակալության ծրագրից օգտվել համար քաղաքացիություն է պետք, ինչը մենք բացատրում ենք ինչու է պետք, որտեղ մենք ուզում ենք իրանց մշտական ինտեգրացիա եւ տնավորում Հայաստանում եւ ուզում եմ ասել, որ արդեն 38745 անձ ստացել է բան քաղաքացիություն եւ մենք եթե խնդիր ունենայինք իրանք չէին ստանա այդ քաղաքացիությունը ինչպես նաեւ այս պահին մոտ 1500 գործ գտնվում է հրամանագրման փուլում կն process-ը ընթանում է եւ որևէ հրահանգ դա չանելու չկա հակառակը մենք կոչ ենք անում օր առաջ ստանալ քաղաքացիությունը որպեսզի կարողանան օգտվել մեր բոլոր ծրագրերից։ Հիմա անցնենք մյուս թեմային, FSB-ին։ Բայց եկեք եւս մի անգամ եզրափակելով այս ձայնագրության թեման մեր զայրույթը նաև հայտնենք այն բառամթերքի համար, որը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հանդեպ հնչում է, որովհետև մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ այդ շրջանակը ընդդիմադիր մեր հայրենակիցներին վերաբերվում է որպես մատերիալ, այս դեպքում ձայնի Հա, կլինի ցույցի մատերիալ, կլինի ձայնի մատերիալ ու ինչ բառամթերքով է խոսում նրանց մասին։ Հիմա շատերը կարող ասեն դուք էլ եք խոսում, մենք միշտ խոսում ենք եւ կլանի մասին ենք խոսում, այսինքն նրանց ղեկավար կազմի մասին եւ երբեք դրա մեջ չի մտնում ժողովուրդը, որովհետեւ ժողովուրդը ավելի գերի է եղել, ավելի շատ, քան ինչ որ մեկը այդ թեմայի եւ այդ մասած, այդ կլանի։ Ես այսօր մի հատ կարճ վիդեո էի նկարել, ասել էի Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդը, Ղարաբաղյան կլանի եւ իրենց սատելիտների համար եղել է թնդանոթի միս եւ ընտրակաշառքի մատերիալ։ Թնդանոթի միս եւ ընտրակաշառքի մատերիալ։ Եվ բանի ցույցերի մատերիալ։ Այսինքն միով բանի, այսինքն այն ինչ որ ուր կասեն գնա, ում ասեն ընտրի։ Եվ շատ լավ է, որ հիմա մեր հայրենակիցները կարող են իրենց ականջով լսել, թե ինչպես են վերաբերվում իրենց եւ այդ 50,000 կլինի, 10,000 կլինի, անվճար կլինի, թե 200,000 կլինի, այդ գումարի համար սեփական արժանապատվությունը տենց չնսեմացնել։ Նաեւ դրանով չնսեմացնել իրենց երեխաների ապագան նաեւ, որոնք օրինակ կարող են ընտրող չլինել, հա։ Նաեւ եկեք կոչ անենք մեր հեռուստադիտողներին, որ այս բանը նաեւ լայվը կիսեն, որ մեզ շատ մարդիկ նայեն։ Բայց այսօր ավելի շատ դիտող ունենք, քան նախորդ մեր քննարկման ժամանակ։ Պոպուլարություն ենք բերել տիկին Հակոբյան, լավ ֆորմատ է։ Հրատապ եթեր ենք պահանջում։ Պարոն Թորոսյան, բայց անցնելով մյուս թեմային, որը ավելի աղաղակող էր, դե The Insider-ը հայտնի ուրեմն
պարբերական է, հետազոտական, հետաքննական միավոր է, շատ հեղինակավոր, որը ուրեմն տարբեր բացահայտումներ արեց, որը կարելի ասել պայթեցրեց Հայաստանի ներքաղաքական կյանքը, իրոք, եւ այդ մեծ հոդվածը համացանցը ցնցեց իրական եւ այդ մեծ հոդվածը դեռ ուսումնասիրելու ժամանակ այդքան չեմ ունեցել, ուսումնասիրել եմ այնքանով, որքանով որ հասցրել եմ եւ որքանով վերաբերվում էր հենց Սամվել Կարապետյանի կտորին, բայց այնտեղ շատ տարբեր այլ բացահայտումներ կար, այդ թվում նույն Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ խոսակցություն կար, այդ բռնաբարության, կնոջը եւ այն այդ թեմաներով էլ կար տարբեր բաներ, բայց դա հələ մի կողմ դնենք, որտեղ լավ չէ։ Նաեւ այդ Ռուսաստանի նախագահի աշխատակազմից ֆինանսավորման 17 թվի ընտրությունների եւ միգուցե մինչ օրս ոնց որ ավելի ժամանակ եք ունեցել, ես շատ չեմ ուսումնասիրել, բայց ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, փաստորեն սիրելի հետևորդներ, ով մեզ լսում է, պարզվում է, որ Սամվել Կարապետյանը, երբ որ Կալուգայում է եղել եւ դիմել է եվրոպական անձնագրի համար, դա 99 թվականն էր, հիշում եք Հայաստանում այդտեղ ինչ իրադարձություններ են հոկտեմբերի 27 եւ գլխատում եւ այլն, եւ այս մարդը դիմում է երրորդ երկրի քաղաքացիության համար եւ այնտեղ իր փաստաթղթերում լրացնում է իր տվյալները, այդտեղ լրացնում է, որ իր զբաղվածությունը աշխատանքի վայրը լրացնում է FSB-ի տեղեկատվական կենտրոն եւ փորձագետները նաեւ այդ հոդվածում բացահայտում են, որ նման աշխատանքի վայր գրում են այն մարդիկ, որոնք օտար երկրյա հավաքագրված մարդիկ են, լրտեսներ են, այլ կերպ ասած, այլ մարդիկ չեն գրում այդ աշխատանքի վայրը։ Եվ սրանից լավ ապացույց, որ այս մարդ, մենք իհարկե ասում ենք, դու շպիոն ա ինքը, ագենտ ա ինքը, բայց մեր ձեռքի տակ բնականաբար չէր եղել այս նման փաստաթղթեր։ Հիմա փաստաթղթավորված է, որ այս մարդը շպիոն է, որը իհարկե տևական ժամանակ Կրեմլի ֆինանսավորումն է ապահովել որոշ դեպքերում, բայց հիմա էլ գործուղվել է Հայաստան, որպեսզի, այսպես ասած, Մոսկվայի ուրեմն խոսափողը լինի եւ ազդեցության գոտի դառնա Հայաստանը էլի իրենց գործակալին այստեղ իշխանության բերելու։ Եվ սա ես չեմ մեղադրում որևէ կերպ Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև ցանկացած երկիր էլ կուզի իր ազդեցության ինչ որ գոտիներ ունենա, մենք էլ չէ կուզենք ազգությամբ հայ, այտենց շատ հայամետ մի մարդ, ոնց որ օրինակ Կալուգացին է Կալուգայի համար, լինի ինչ որ երկրում ղեկավար եւ իշահ Հայաստանի գործի ինչ որ օտար երկրում։ Հիմա այս մարդը, որպես օտար երկրացի, որպես գործակալ օտար երկրյա, ուզում է Հայաստանում իշխանություն վերցնի եւ Հայաստանը եւ մեր շահը, այսպես այլ երկրի շահերի առաջ մատաղանի։ Սա փաստացի արդեն ապացուցված բան է եւ ես չգիտեմ, օրինակ ինձ շատերը գրում են պարոն Թորոսյան, բա ինչ եք անում, բա մեր ԱԱՑ-ն քնած է, բա արգել եք, բան, օրինակ ես կուզեմ նաեւ սրա մասին մենք խոսենք, մենք ինչքանով ենք խոսենք հեսա խոսենք դրա մասին, բայց մի հատ հետաքրքիր բան եմ ուզում պատմեմ, հիշում եք այդ Կալուգացու առաջի հայտարարությունը մոտ 1 տարի առաջ, ինչ-որ ժամանակ առաջ էր, այն որ ասեց բանը, եթե դուք չլուծեք, մենք մեր ձևով բան, այդ օրը մենք ազգային ժողովում բան նիստ ունեինք, հիշում եք։ Այո։ Ես վեր կացա մի հատ ելույթ ունեցա բանում, ասացի, այս երկու հատ հայտարարություն ա եղել, ոնց որ այս սրանց պորտը Լյուբյանկայում են կտրել։ Հիշեցի բան։ Արշակ ինչաններ, չգիտեմ, ազգանում են բանը։ Սփազանի մասին եք։ Հա։ Մեկն էլ Սամվել Կարապետյան ու Սամվել Կարապետյանը ինձ դատի ա տվել Լյուբյանկայում պորտը կտրել արտահայտության համար ու այսօր որ այսօր չտեսա այդ բանը։ Այդ բանը սենց աշկերս տրավ ճակատս, մազերս, չեղած մազերս բիզնես կարծարացվեք այս փաստաթղթերը։ Չէ, դե արդեն կրել եմ, դատը կրել եմ, եթե չկրվել է, հա, որտեղ դե քաղաքական արտահայտության համար դատի տալը բան է, էլի աբսուրդի ժանրից է, բայց որ ասեք ես այսօր այդպես ասեմ, ուրեմն այն որ գողն առաջինն է, գոռում գողացան, լրիվ այդ պատմությունն է։ Իսկ դուք նկատեցիք, պարոն Թորոսյան, որ այսօր լրագրողները հարցնում էին, որ դատի տալու եք, ասում է, չէ, ուղղակի շանտեղ մի դրեք, շատեղ չենք դնում, ձեզ լրտեսի տեղ ենք դնում։ Ինչի մասին է խոսքը։ Իհարկե, դատի տալու հարց։ Իսկ ինչ վերաբերում է բանին, տեսեք, իրավական գնահատականին, ինձ թվում է մեր իհարկե իրավապահ մարմինները պետք է դրանով զբաղվեն, եւ եթե այդ հանգամանքը համարվում է բառիս ուղիղ իմաստով լրտեսություն, հա, դրան կարծում եմ կա քրեական հոդված, բայց դե
արդեն այդ ուրիշ այն երկրորդ կոմպոնենտով ես վստահ եմ ավելի շատ զբաղվելու բան կա քաղաքացիության Նարեկ Կարապետյանի, որովհետև այնտեղ արդեն ակնհայտորեն կեղծ փաստաթղթերի եւ մեզ քրեական գործ է, պարոն Թորոսյան, դա քրեական գործ է։ Այն էլ է քրեական, լրտեսությունն էլ է քրեական, բայց նաև այնտեղ չգիտեմ, էլի հանցակազմը ոնց է ապացուցվում, բայց այս մեկը շատ པարզ է, եթե քաղաքացիությունը կա ու խաբել է, դա նախ փաստաթղթերի կեղծում է, այդ մեկ, եւ երկրորդը, եթե դա ապացուցվում է, այնտեղ նաև անհամատեղելիություն կա բաժը падգամավորի, հա, Եվ ով է դառնում առաջի համարը Ռոբերտ Քոչարյանի Բոստանյան արամը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը, որը նաև համատեղելիությամբ նաև կամ փոխարինել է նաև շատ հետաքրքիր զարգացումներ են մեզ սպասվում։ Բայց պարոն Թորոսյան, տեսեք, Ծառուկյանի ԲՀԿ-ում էլ Ծառուկյանը վարչապետի թեկնածու չէ, նրա երկրորդ համարը էլի Ռոբերտ Քոչարյանի երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանն է։ Լուրջ Անդրանիկ Թևանյան, դե բան շատ լավ է պլանավորած։ Պատկերը ամբողջանում է։ Քոչարյանի կամպանիա էլի ստացվում է։ Քոչարյանի Դրուզիա, Իրիբյատա։ Քոչարյանի Իրիբյատա։ Էլենի Իրիբյատա, տես կինո կար մի հատ։ Դե աբերվում եմ։ Բայց ինչ վերաբերում է, եթե ինչ որ մարդիկ կաղա տեսած չլինեն, ուրեմն մի փաստաթուղթ այսօր հայտնվեց համացանցում, որով արդեն մի օրվա համար շատ է։ Խնդրում եմ այդ մարդիկ, որոնք այդ ամեն ինչը որոշում են մի օր հրապարակեն ձեռքի տակ է լինում, խնդրում եմ հաշվի առնել տեղեկատվական այս բումերը, հա, ինչ որ գոնե տենց էտապ ամեն ինչ հրապարակվի։ Պարզվում է, որ Ռուսաստանում ռեգիստրում գրանցված ինչ որ կամպանիայում ոնց որ չէ, պարոն Թորոսյան, Նարեկ Կարապետյանը իր կազմակերպությունը գրանցելուց ռեգիստրում որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է գրանցել, ներկայացել ոչ թե Հայաստանի Հանրապետության ու մենք բոլորս որպես падգամավորի թեկնածու գնացել եւ ստորագրություն ենք տվել, որ մենք միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չի կարող բոլոր երկրների բոլոր այդ բազաների տիրապետի թե ինչ քաղաքացին են, այնպես որ այս դեպքում քաղաքական գործիչն է պատասխանատվություն կրում, ստորագրում է, որ ինքը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչը պահանջ է նաև սահմանադրական падգամավորի թեկնածուի համար, եւ ես ինքս էլ դուք եք պարոն Թորոսյան ու բոլոր այս թեկնածուները կարելի է հազարավոր գնացել եւ ստորագրել են, որ իրենք միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, դրանով նաեւ ստորագրելով նրա տակ, որ եթե սխալ է իրենց ստորագրությունը, իրենք քրեական պատասխանատվության են ենթարկվելու պետությանը հայտարարության համար։ Եվ Նարեկ Կարապետյանն էլ փաստորեն այդ նույն ստորագրությունն ունի, որովհետեւ այլ կերպ նրան չէին գրանցի ԿՀ-ում, այսինքն կա այդ փաստաթուղթը եւ ստորագրությունը, եւ նաեւ պարոն Թորոսյան, նա անգամ չի կարող կանգնել ասել, որ ես եղել եմ եւ հրաժարվել եմ, որովհետեւ ես հիշում եմ նաեւ հայտարարություն Նարեկ Կարապետյանից, որ ինքը հայտարարեց, որ ինքը երբևէ չի եղել այլ երկրի քաղաքացի, դա եղել է ամիսներ առաջ այդ հայտարարությունը։ Ես անկեղծ ասած գրեթե վստահ եմ, որ այդ փաստաթուղթը նախ այդ փաստաթուղթը եկեք նորից կրկնենք պաշտոնական փաստաթուղթ է Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց ռեգիստրից, որտեղ գրված են իրավաբանական անձի փայատերերի տվյալները, իդեպ էլ է մեկ ուրիշ հարց, որտեղ ինչքան գիտեմ հայտարարագրվում է այդ ամեն ինչը, պետք է նայել արդյոք հայտարարագրվել է այդ կամպանիան թե չէ, բայց դա մյուս կողմից։ Եվ այնտեղ գրած է Նարեկ Կարապետյան Կարենի, չէ՞, հայրանունը Կարեն Կարապետյանի ամսաթվերը ծննդյան բան համընկնում են, այսինքն եւ ստացվում է, որ ունը գրած է Гражданин Российской Федерации, ես նաեւ նայեցի մյուս սեփականատեր, այնտեղ կար նաեւ մարդ հայկական ազգանունով, որ գրած էր Гражданин Республики Армения, այսինքն այս չի, որ ինչ որ բոլորին նույնն են, էլի գրում, սխալվել են, բոլորին գրել են Ռուսաստանի Դաշնություն, ակնհայտորեն նաև կա այլ եւ այլ բան մտածել, որ առնվազն այդ պահին ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եղել շատ բանա ծանրակշիռ, շատ ծանրակշիռ, կասկած գրեթե չի թողնում եւ նաեւ մտածել, որ ինքը մինչ օրս կամ առնվազն վերջերս է հրաժարվել, եթե հրաժարվել է, որտեղ մեր սահմանադրությամբ կարող է դառնալ падգամավոր միայն վերջի 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության մարդը եւ հիմա փաստացի մեր սիրելի Նարեկը պետք է ապացուցի արդյոք դա այդպես է, որտեվ հակառակի վերաբերյալ առնվազն ապացույցներ կան եւ մեր իրավապահ մարմիններն էլ դրանով պետք է զբաղվեն ու վստահ եմ, որ կզբաղվեն, որտեվ դրանք հրապարակային նյութեր են ու կարող է պարզվի, որ
ինքն էլ է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի առնվազն մինչև հիմա կամ այնքան ժամանակ առաջա հրաժարվել, որտեղ փաստաթուղթե պետք է բերի, չէ, ներկայացնի հրաժարման, որը իրան թույլ կտա դառնալ ԱԺ падգամավորի տեխնացու եւ падգամավոր ու կարող է այո, տենց բարես բուր իմաստով այն Watergate-ը կար բանի Նիքսոնի Ամերիկայել, դառնում է Կալուգա գեյթ, էլի, Կալուգա ցու փխրուն կարտոչնի դոմիկը ընդհանրապես քանդվում է։ Այո, շատ հետաքրքիր իրավիճակ է, բայց պարոն Թորոսյան, սա եւս մեկ առիթ ես էլ տեսանիթ եմ հրապարակել իմ էջում այս դեպքերի հետ կապված եւ մեկը գրել է հոգնեցինք այս բացահայտումներից։ Մենք էլ ենք հոգնել, մենք առանց դելես լարված իրավիճակում իրականում հերախսի մարդկոցը չի երիքում ամբողջ օրը ավտոբուսում, համ հետևել, համ չգիտեմ, նստում է մարդկոցը, դրա համար եմ խնդրում, որ այս բացահայտումները գոնե օրը մի հատ լինի։ Պարոն Թորոսյան, բայց սա, քանի որ բոլորը հարցնում են, ամեն գոնե երկրորդը հարցնում է եւ պահանջում է մեզնից, որ կասեցնեն նրանց մասնակցությունը, սա լավ առիթ է նաեւ խոսելու համար, որ սիրելի քաղաքացիներ, մենք ամենակարող չենք եւ չենք կարող խառնվել ուրեմն անկախ մարմնի, այս դեպքում ԿԸՀ-ի գործառույթներին, այսինքն ԿԸՀ-ն հիմա պետք է իր դիտարկմամբ ինչ որ որոշումներ կայացնի եւ իրավապահ համակարգը, դատական համակարգը, որ էլի անկախ է գործում այս քաղաքական իշխանությունից, որոշումներ կատարի։ Այսինքն մենք չենք կարող հիմա հրահանգել, բռնեք եւ արգելեք այս կուսակցությանը, այս քաղաքական գործին։ Մենք միայն քաղաքական գործիչներ ենք եւ կարող ենք քաղաքական գնահատականներ տալ ու վերջ։ Չենք կարող պահանջել, ինչը օրենքով նախատեսված է եւ այդ մարմինները կնկատեն որոշումները դրա անհրաժեշտության դեպքում։ Մենք էլ ենք հուսով։ Պարոն Թորոսյան, որովհետեւ նախ այս անընդհատ համատարած այս կոռուպցիոն բացահայտումները, որը ուղղակի ինչ որ մեկը ձայնագրություն իր էջում չի հրապարակում, սա մեր մարմինների, պետական մարմինների բացահայտումներն են։ Սրանք լեգիտիմության հարց է առաջանալու վերջում։ Մենք ունենք 19 կուսակցություններ մասնակցող ընտրությունների եւ ինչ որ մի ուժի, երկու ուժի, sense բացահայտ կոռուպցիոն բաները կարող են մնացածից են, չեն ձայն խլում։ Կարող են մնացած ուժերը օբյեկտիվորեն ասել, որ լեգիտիմ չեն այս ընտրության արդյունքները։ Կարող են։ Դրա համար այս լեգիտիմության հարց է առաջանում։ Էլ չեմ ասում, որ փաստորեն այլ երկրի շպիոն մի կուսակցություն է ստեղծվել, որի լիդերները շպիոններ են, ոչ միայն նրանց վարչապետի տեխնացուն, որը չի կարող լինել վարչապետի տեխնացուն, եւ նրանց առաջին համար կուրատորը, որը չի կարող լինել փաստորեն, ոնց հասկանում ենք, падգամավորի տեխնացու, այլ երկրների ինչ որ շպիոններ եւ քաղաքացիներ են, որոնք եկել են ու Հայաստանում ուզում են իշխանություն վերցնել։ Սա ես կարծում եմ ցանկացած քաղաքացու եւ նախ եւ առաջ քաղաքական մարդկանց մտածելու շատ լուրջ առիթ է տալիս։ Դրա համար մենք այս առումով մենք մեր գնահատականները տալիս ենք, բայց հրահանգներ, որ բռնեք, փակեք, արգելեք, սա ժողովրդավար չի, մենք չենք կարող անել։ Իհարկե չէ, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում պատշաճ բացատրություններ պետքա լինեն մեր պատկան մարմիններից եւ դրանք կլինեն առնվազն այս փաստաթղթի կեղծիքի եւ կեղծ հայտարարություն տալու մասով եւ եթե դրան նաեւ կհաջորդի ապացուցումը, որ դա հենց այդպես էլ կա, ես չեմ կարծում, որ այդտեղ այլ բան կարող է լինել, քան կոնկրետ տեխնացուի գրանցման չեղարկումը, ինչի իրավունքը ունի ԿՀ եւ օրինակ նույն մինչ գրանցման փուլում բազմաթիվ տեխնացուներ, եթե հիշում եք, նիստը եթե նայել եք ԿՀ-ի, ինքը չեղարկում էր, ասում էր, այս ինչ ցուցակ է, ինչ բանը հանում է, որտեղ փաստաթուղթ կա պակաս եւ այդպես շարունակ, իսկ ընդհանուր կուսակցության չեղարկումը իհարկե դա ավելի լուրջ գործընթաց է եւ պետք է կախված լինի մասշտաբայնությունից, որը էլի կգնահատի, այսինքն ինչքանով է դա հնարավոր, որ ազդի ընտրությունների թափանցիկության, մրցունակության վրա, այդ էլ կգնահատի, բայց մենք չենք կարծում, որ մեր ժողովուրդը իմաստուն չէ, մեր ժողովուրդը շատ իմաստուն է եւ այս ամեն ինչի ինչ որ մենք այս մոտ վերջի օրերին տեսնում ենք եւ ընդհանրապես նրանց այդ սին բաներին, դատարկ խոսքերին եւ վերաբերմունքի մեր ժողովրդի նկատմամբ շատ լավ գնահատական են տալու։ Ես էլ եմ վստահ, պարոն Թորոսյան, բայց գիտեք, ես կիսում եմ մերեն քաղաքացիների անհանգստությունը, որոնք ասում են, որ ճիշտ է դուք ունեք համընդհանուր աջակցություն, բայց պետք չի այդ գումարի ֆակտորը այդքան թերագնահատել, որովհետեւ այդ գումարները բաժանվում են եւ այդ միլիոնները, որոնց մասին խոսում են այդ ձայնագրությունները, դրանք ինչ որ մարդկանց են ուղղվում եւ ապացուցված է, որ այդ կաշառքների
մեծ մասը գնում է ու մարդը ի սկզբանե չունի բան, որ չի ուզում քցի, ոնց որ գումարը վերցնո, ուզում է գնայի այդ գումարի դիմաց անի են ինչ որ խոստացել է։ Եվ դրա համար նաև ինչ որ սահմաններ կա, թուղթ հանել, չգիտեմ ինչ անել, ինչ էլի արգելված արարքներ է, բայց ուզում եմ ասել, որ այդ ֆակտորը չպետք է, թեկուզ ընդդիմադիր գործիչ, ինչի պետք է մի հատ օտար երկրի շպիոն գա եւ որպես ընդդիմադիր ֆրակցիա նստի Հայաստանի խորհրդարանում, աթոռներ զբաղացի, սա էլ մի ուրիշ խնդիր է։ Եկեք իշխանության մասին չխոսենք, եկեք մի հատ ընդդիմադիր ֆրակցիան իշխանության մաս է։ Մենք ինչի պետք է ունենանք իշխանության մաս, որը գաղտնի ինֆորմացիաների կրող է դառնում, որը տարբեր ամբիոններ է ունենում, միջազգային հանրույթի հետ քաղաքական գործիչների հետ խոսելու, ելույթներ ունենալու հնարավորություն է ունենում, եթերների եւ այլն, դիրք է ունենում, պաշտոն։ Ինչի պետք է ինչ որ մի շպիոնի կուսակցություն, ինչ որ մի շպիոն ենթադրյալ գա եւ Հայաստանում ունենա որևէ լիազորություն քաղաքացիների վրա։ Դրա համար սա իրականում ինձ օրինակ շատ անհանգստացնում է։ Պարոն Թորոսյան, բայց մենք քանի որ 3 չենք ունեցել եթեր, 3 մի այլ խայտարակ բան եղավ, մի միջադեպ, տեսանյութին եմ ուզում անդրադառնալ, այդ դիմակավորված եւ զինված ինչ որ պամպերսով եւ դիմակով ինչ որ մարդկանց չենք հասցրել։ Որոնք փաստորեն ես մեկ ուզում էի տեսանյութ անել ու ասեի դուք Նայիրի Հունանյան եք, բայց հետո հասկացա, որ Նայիրի Հունանյանի հետ անգամ չեմ կարող համեմատել այդ վախկոտները, որտեղ Նայիրի Հունանյանը գոնե իր դեմքով էր անում ինչ անում էր, ու ինչ որ բացատրություն էր։ Իսկ սրանք ինչ որ դիմակով, ինչ որ ու ես նաև շատ Ղարաբաղցի մեր հայրենակիցներից օրինակ նամակներ, կոմենտներ եմ կարդում, որոնք իրենց վատ են զգում, թեկուզ որ իրենք անգամ թիրախավորվում են այդ բարբառով խոսող ինչ որ տականքների պատճառով։ Բայց այնտեղ հնչող շատ արտահայտություններ կա, որոնք ես նոր եթերում էլ աչքի տակով նաև կոմենտներն եմ կարդում, շատերը գրում են մեր վարչապետին ուշադիր եղեք, այնտեղ ուղիղ սպառնալիք կա վարչապետին, մենք գիտենք ուր ես գնում բան, այսինքն հասկանում եք այդ զենքը արդյոք իրենց ձեռքներ, երբ որ իրենց տունը պետքա պաշտպանեն, թե կանանց շորեր հագած, իրենք փախել են որպես կին Ղարաբաղից եւ հայաստանցի, ղարաբաղցի շատ հայորդիներ գնացել ու պաշտպանել են Ղարաբաղցու տունը, Ղարաբաղը, մեզ բոլորիս, ինչու ոչ։ Վիդեո նայելուց գիտեք ինչ հիշեցի։ Ո՞վ եք դուք առհասարակ, ով եք դուք։ Որ կարակ ընտրված վարչապետին սպառնալիք հնչեցնել, զենքով ասել մենք գիտենք դու ուր ես գնում։ Դրանք անբարոյականներ են, ուրիշ ավելի վատ բառեր չեմ ուզում ասել, բայց գիտեք մի ինչ հիշեցի, մենք տեսել ենք սրանց նման հրոսակների, հա, տենց հրոսակների։ Նոյեմբերի 10 գիշերը, 9-10 գիշերը, երբ որ Ղարաբաղում պետք էր կռվել, որ չստացվեր այս պարտությունը այնպես ինչպես որ պարտվեցինք, այլ բան, իրանք հրապարակում պատրաստված բոլոր անկյուններում, հա, տենց ակնհայտորեն, մի ժամում հավաքվեցին ու եկան բան, ջարդուփշուր անելու կառավարությունը, ազգային ժողովը, կառավարական առանձնատները, կոնդի ու բան։ Քաղաքական գործիչներին, պարոն Թորոսյան, այդ օրը որ մեկն էլ պարոն Միրզոյանի տեղը լիներ, եւ պարոն Միրզոյանին ուզում եմ հիշեցնել, որ չեն սպանել միայն այն պատահականությամբ, որ մտածել են արդեն մահացած է, հասկանում եք, իրեն չեն սպանել, որտեղ մտածել են արդեն սպանել են, եւ ով է լիներ նրան տեղը, պարոն Միրզոյանը հատուկ չի թիրախավորվել որպես Արարատ Միրզոյան, ով է լիներ պարոն Միրզոյանի տեղը, դուք լինեիք, պարոն Սիմոնյանը, վարչապետը, ցանկացած պատգամավոր, իհարկե, այսինքն ընկել է այդ շրջափակման մեջ եւ արժանացել է այդ վերաբերմունքին, այդ նույն մարդիկ են, այսինքն տեսակի հարց է, որոնք որ կարան Երևանի կենտրոնում պետական պաշտոնյա ծեծի կամ հարցակվի կամ պետական ինստիտուտ գրավի, բայց երբ որ պետքա գնալ հայրենիք պաշտպանել, իրանք չկան, գոյություն չունեն։ Պատվալում սպասում են, որ հենց բան լինի, մի քիչ ցնցում լինի, գան մտնեն պետական շենք գրավեն, դուխիներ գողանան։ Իրանք էտա իրանց արժեքը հասկանում եք։ Էտա դուխի գողացող հրոսակներ, փսլնքոտ հրոսակներ են դրանք, բայց դա բան է, շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը հասկանա, ում հետ գործ ունենք, այդ տիպի բաներ, տեսանյութեր, որ գալիս են, արդյոք իրանք ուզում են տենց երկրում ապրել, որ կարող է հարցերը տենց լուծվեն, ոչ թե օրինական կամ իրավական
ճանապարհ։ Այսինքն terror-ի, այսինքն ուզում են, որ Հայաստանը ինչ դառնա, օրինակ սեկտոր Գազա, հա, բանում Պաղեստինի կամ չգիտեմ Լիբանան դառնա Հայաստանը, որտեղ օրինակ կան քաղաքական կուսակցություններ եւ օրինակ իրանց ռազմական թևեր, հա, ոնց որ իդեպ դաշնակցությունը 90-ականներին լավ էլ արել է, դրոյի գործ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես կարծում որ դա շատ ցցուն օրինակ է, թե ինչ կարող է մեզ սպասել, եթե ոմանք տենց որևէ տենց չգիտեմ, էլի հնարավոր չեմ համարում, բայց ամեն դեպքում դրանց ձեռքը նորից իշխանություն ընկնի։ Պարոն Թորոսյան, ես իհարկե տեսնելով աջակցությունը քաղաքացիների, ես էլ կարող եմ հնարավոր չհամարել, բայց ես նաև այդքան միամիտ չեմ ու պատկերացնում եմ, որ նրանք վերջին մարտին են դուրս եկել, ոչ միայն իրենց ապօրինի գույքը պահպանելու, իրենց գողոնը պահպանելու համար, այլև այդ ազդեցությունը հայտնի ազդեցությունը օտար երկրյա Հայաստանում վերականգնելու համար։ Սա վերջին պայքար է եւ ես չեմ ուզում թերագնահատել, ես չեմ ուզում որ նաեւ մեզ աջակցող քաղաքացին, ով այդ օրը մտածել է լավ չեմ զգում, շոկ է, չստացվեց, լավ մեկը հաղթելու են, մնա տանը, հետո պարզվի, որ Գյումրի սցենարն է գործում։ Ինչին ձգտում են սրանք։ Ես չեմ ուզում որ այդպես ստացի, որովհետեւ շատ ակնհայտ է, որ այն ուժերը, որոնք ունեն գոնե քիչ հավանականություն խորհրդարան անցնելու, բոլորը նույն սանրի կտավն են։ Նույն։ Նրանք բոլորը մի մեր ու մի հերաբեր է դրանց բոլորը։ Ասացի, ցուցակները նայեք, հերիքա, ցուցակները նայ։ Ցուցակը ես անկես որ մեկ-մեկ անուն են ասում եմ սա որ մեկի մոտ է հիմա։ Որովհետև խառը բաժանել են, էլի որ բանը չէ, կարտերը խառնում ես, բաժանում ես, նույն կարտերն է։ Բաժանված է տարբեր մասերի։ Իդեպ երեք էլի էր միջադեպ եղել, հիշում եք այն ագրեսիվ բժշկուհու կնոջերս, երեք շատ բաներ եղել։ Ինչքան քաղաքացի եղել է պարոն Թորոսյան, ինչքան քաղաքացի եղել է որ դեմա դուրս եկել վարչապետին ու փորձել է սադրել, բոլորը փոխկապակցված են ինչ որ մի կերպ կամ Ղարաբաղի տնանի կամ ներկա ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ չկա այնտեղ որևէ պատահական մարդ եւ այսօր էլ պարոն Թորոսյան իրականում երկու տեղ եկան հանրահավաքին, սկսեցին հանրահավաքի մեջ հենց ինչ որ բան խոսել, բղավել, բայց երևի մենք ավելի պատրաստված էինք եւ ուղղակի ասենք մենք ձեզ չենք արձագանքում, ձեզ փող տվողներին կարձագանքենք եւ թեման փակեցինք։ Սրանցից այդպես է պետք վարվել կարծում եմ, որովհետեւ այդ մարդիկ չեն գալիս պատասխաններ ստանալու, նրանք գումար են ստացել այդ մի եթե մի ձայնի համար տալիս են 180-150 հազար դրամ, պատկերացրեք նման սադրանքի համար ինչքան կտան։ Նրանք փող են ստացել, պետքական գորգրան գնան։ Նրանց պետք չի պատասխան, նրանց պետք չի ինչ որ իրենց ներքին ցասումը չի, իրենց անհամաձայնությունը չի։ Հետո մենք չենք գնացել իրենց դուռ էլի, օրինակ այսօր հայտարարել ենք այսինչ տեղում հանրահավաք հրապարակում եւ հանրահավաքին ընդամենը մենք մեր աջակիցը չէ պետք է գա։ Այսինքն մենք չենք գնացել իր դուռը, որ ինքն էլ ասի ես ձեզ չեմ ընտրում։ Նման քաղաքացիներ կան եւ շատ ենք հանդիպել այսօրերին, ուղի եթերով են գնում։ Այդ քաղաքացիներին մենք շատ նորմալ ենք վերաբերվում, չի կարող մեր երկրում բոլորը համատարած մեզ ընտրեն եւ դա բացարձակ ժողովրդավարության մասին չի խոսի։ Տես քաղաքացիներ կան, բայց այս մարդիկ այլ բանի մասին են։ Սրանք ընդամենը ինչ որ մի որոշ գումարի դիմաց գալիս են խոսում են գնում են։ Նրանց հետ դու լեզու թրջես, փորձես կամ այդ տենց ուղեղները լվացած վիճակներում այս ամեն ինչը շահարկելով, ասենք եկել է ասում անհայտ կորածի քույր եմ, հա։ Ես դրան հատուկ վիդեո եմ բան արել, ոչ մի բարոյական զոհ ունեցող ընտանիք իր այդ զոհ ունենալը չի դնում տենց հրապարակային սակարկման, հա, նույնիսկ եթե դա վիշտ է, այսինքն եթե դու բան ունես ասելու, լավ քաղաքական գնահատական ունես, դու ասա անկախ ամեն ինչից, եթե կարաս քաղաքակիրթ ձևով ասես եւ հիմնավորես, ոչ թե գաս ասես, քանի որ ես անհայտ կորած այսինչ քաղաքացու կամ զինվորականի, այնը մի հատ էլ հատուկ նշես, սպայի բարձրաստիճան, այսինքն եթե մենք ունենք ուրիշ ոչ սպա, ասենք շարքային զինվոր կամ չգիտեմ սերժանտ, անհայտ կորած, ուրեմն ինքը պակաս կարևոր է, քան բանը, հա, եթե ինչ որ մայոր կամ փոխգնդապետ, հա, անհայտ կորածը, ասենք այդ ինչ նսեմացուցիչ վերաբերմունք ա մեր մյուս քաղաքացիների նկատմամբ ու գալ էդ էլ նույնիսկ դա են երեսող տալի, հասկանում եք, դա այսինքն դա իրենց իրավունք է տալիս վարքագիծ դրսևորել վարչապետի նկատմամբ, հարաբերապես որևէ քաղաքական գործչի կամ քաղաքացու նկատմամբ ու հələ մի հատ էլ մենք ենք էլի իրաց պարտք
Պարոն Թորոսյան, բայց նաև բացի այդ ցասումը, որը կարող է իրականում քաղաքացին իր եղբորը կորցրած, հա, քաղաքացին կամ տեղը չիմացող, քաղաքացին հայտնել, բայց մյուս կողմից նաև պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանին, չէ՞ որ այնտեղ մի հատ հատված եղավ, ոնց որ դաժե ասած ես եմ Ռոբերտ Քոչարյանին, ինչ որ sense հատված եղավ, վարչապետն էլ արձագանքեց, որ դու եթե Ռոբերտ Քոչարյանն ես, ուրեմն ես դրանից եմ էլի ենթադրում, լավ չեմ հիշում, բայց նա քաղաքական եւ հետո այդ նրա միգուցե հերոս եղբորը, որը այժմ բռնի անհետացած է, այսինքն նրա տեղը անհայտ է, անգամ քույրես քո եղբոր հիշատակը, անունը դնես ու ասենք հերթով քո տանը ընդունես ընդդիմադիր ճղճղան ինչ որ լրագրողների ու սկսես քաղաքական դիվիդենդ շահել, սա նրա մենք խոնարհվում ենք բոլոր մեր հերոսների, կլինի ողջ, կլինի զոհված, կլինի անհետ կորած, բոլոր այն հերոսների, որոնք իրենց ներդրումն են ունեցել մեր այսօրվա խաղաղության մեջ, բոլորի առաջ խոնարհվում ենք, բայց պետք չի դա դարձնել։ Ես ինքս էլ ունեմ զոհված քեռու տղա, չկա տենց մարդ, որը չունի, պարոն Թորոսյան։ Բոլոր ընտանիքները ունեն մտերիմներ, որոնք կորցրել են կամ որոնք ունեցել են ներդրում մեր այսօրվա խաղաղության մեջ, բայց մենք որևէ մեկս դա դրոշակ չենք սարքում եւ մեզ ավելին թույլ չենք տալիս։ Մենք ավելին, ես ունեմ հարազատ 16 թվականին զոհված ապրիլյան պատերազմի, բայց ես երբեք Սերժ Սարգսյանի դիմաց չեմ կանգնել ու նրան ինչ որ ավել պակաս բաներ չեմ ասել դրոշակ սարքելով իմ հարազատի մահը, որտեղ ես չեմ ուզել դա կապիտալիզացնեմ որպես քաղաքական որևէ դիվիդենդ եւ այժմ էլ չեմ արել։ Ես 21 թվականից պատգամավորում որևէ մի օր ես շահարկել եմ այդ թեման, չեմ շահարկել։ Հիմա ենք ասում, ես հարգում եմ իմ հարազատներին։ Հիմա ենք ասում, երբ որ տեսնում ենք նման ստոր վարքագիծ, դա ստոր երբ որ համեմատում ենք ուղղակի, ես համեմատության մեջ եմ էլի ասում։ Տիկին Հակոբյան վաղը լոռի եք էլի շարունակում։ Այո, երեկոյան էլ կունենանք հանրահավաք, կարծում արդեն վարչապետը հրապարակել է մեր օրակարգը, կարծում եմ, այո, երեկոյան Վանաձորում հանրահավաք ու կգանք եւ կշարունակենք մեր քարոզարշավը հաջորդ օրը արդեն, բայց չեմ հիշում հիմա արդեն հաջորդ օրը որտեղ ենք։ Արարատի մարզում է հաջորդ օրը։ Գնանք այլ ուղղությամբ։ Հա, ես էլ եմ մասնակցում, հետո դրանից հետո էլ նոր-նորքում է, հենց որ արդեն այո, մեր հարազատ նոր-նորքում։ Այո։ Դե ինչ ասեմ, արդեն ոնց որ ուշ է, չնայած մեզ դեռ 500 հոգի հետևում է այսօր։ Ողջունենք բոլորին, շնորհակալություն, որ հետևում եք մեզ այս ժամին։ Սրտեր ուղարկենք ու կոչ անենք, որ էլի կմիանանք ու չենք մոռանում, որ տեր ենք կանգնում խաղաղությանը, որտեվ այդ մեկ մարդը դու ես, հարգելի հեռուստադիտող հետևորդ, այո։ Այնպես որ ձեզ էլ վաղը հաջող քարոզարշավ։ Ձեզ էլ պարոն Թորոսյան, դուք էլ եք քարոզարշավ։ Մերսի շատ, մերսի, շնորհակալություն։ Եվ բարի գիշեր բոլորին։ Բարի գիշեր, սիրելի հայրենակիցներ, ստեսություն։